երբ որ Նիկոլ Փաշինյանն ու Ալիևը մեկնեցին Արաբական Միացյալ Էմիրություններ, այդ իրենց խաղաղության պարգևը ստացան, այդ օրն էր, կարծեմ, Արդարադատության նախարար կոչվածը հայտարարեց, որ մինչև մարտ ամիս Հայաստանի սահմանադրությունը պատրաստ կլինի, բնականաբար սրանք սպասում են Թուրքիայի, Անկարայի եւ այլ պետությունների հովանավորությամբ իշխանազավթում անեն, որ հետո սահմանադրությունը փոխեն, այսինքն երբ որ վերարտադրվեն, հանրաքվե են անելու, այս մասին իրենք ասել են արդեն, իսկ դա ենթադրում է նաև, որ անկախության հռչակագրից հրաժարվում են, դրան զուգահեռ մենք գրեթե այդ օրերին էր, պարոն Պապյան, իմացանք, որ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախաբանը փոխվել է եւ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերի անվանումները հանվել են Նախիջևանի սահմանադրությունից, սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Թուրքիայի 100-ամյա եւ ավել քաղաքականությունը, որի մասին էլի մենք միշտ խոսել ենք, ասել ենք, այն է, որ հայկական ոչ միայն պետականությունն է անընդունելի Թուրքիայի կամ թուրքերի համար, այլ նաեւ հավաքական գոյությունը, այդ քաղաքականության շարունակումն է։ Սա հետևանքա հենց ինչի հիմա Հենց հետևանքա Զանգեզուրի միջանցքի, որովհետև դա հնարավորություն է տալիս իրար կապել անխոչնդոտ միջանցք, անկախ նրանից, որ 6 անգամ հիշատակված է, որ Հայաստանի ինքնիշխանությունը այդ տարածքի վրա պահպանվում է, նշանակում է դե ֆակտո այդ միջանցքը Հայաստանը չի վերահսկելու։ Նշանակում է իրենք ունեն այն ինչ որ ուզում են։ Այդ երկուսը կապվում է։ Դա ժամանակավոր լուծում է Ադրբեջանի տեսանկյունից։ Վերջնական լուծումը իրենք հստակ ասել են, դա Զանգեզուրի, Վայոց ձորի, Վարդենիսի առնվազն այդ կանի գրավումն է ելք դեպի Սևանալիչ ջրերի համար, վերահսկում մոլիբդենին ու ոսկուն այդ հիմնական պաշարներին եւ ինչ որ փոքր Հայաստան այսպես գուցե ձևական անկախ բացիրականության մեջ ադրբեջանական պրոտեկտորատի ստեղծում, որը իրանց ձեռ է տալիս։ Այդ քաղաքականության տեսանկյունից պիտի նայեն։ Բնականաբար դա իրանք անում են, դրա մեջ էլ եմ կրկնում, դա պիտի դիտարկել բանով, այն դասագրքերի տեսանկյունից, որ իրենց մոտ սերունդ են դաստիարակում, այն ճառերի տեսանկյունից, որ օրինակ ամառը 2-3 միջազգային լուրջ համաժողով արեցին Շուշիում, Գաբալայում եւ այլն, Ալիևի ելույթները մարդիկ չեն թաքցնում։ Պարոն Պապյան, Այո։ Հա, իսկ Նախիջևանը կորցնելու վտանգ արդյոք տեսնում է Ադրբեջանը, որովհետև փաստորեն առաջին ընթերցմամբ ավելի վաղ էր, չէ, այս օրինագիծը ընդունվել, հիմա երկրորդ ընթերցմամբ ընդունվեց եւ ինչ փոփոխություն են արել։ Նախիջևանի ինքնավար հանրապետության գործող սահմանադրության նախաբանում նշվում էր, որ Նախիջևանի ինքնավարության հիմքերը դրվել են միջազգային պայմանագրերով 21 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրով եւ 21 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրով։ Հիմա առաջարկվող նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մաս է հանդիսանում։ Ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ ժամանակին, երբ որ Հայր Ալիևը թաքնված էր Նախիջևանում, այդ ժամանակ հռչակվեց Նախիջևանի անկախություն եւ այլն, որ չի ենթարկվում Բաքվում, բարբերաբար այդ ամբողջը եղել է։ Նաև ասեմ, որ Նախիջևանի ինքնավարությունը ինքնին անօրինական է, որովհետև Մոսկվա եւ Կարսի պայմանագիրը, որտեղ շատերը նաև սխալ գրեցին տեղեկություններ տարածվելու մեջ, չի նախատեսում ադրբեջանական ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ Այդտեղ զուտ պրոտեկտորատ է։ Այսինքն Նախիջևանի տարածքը պրոտեկտորատ էր Ադրբեջանի ենթակայության տակ, այսինքն չեն հանդիսանում մաս։ Դրա համար էլ իրանք հիմա ամրագրում են որպես անբաժանելի մեզ։ Այո, այդ վախը եղել է, որովհետև Նախիջևանը չի հանդիսացել եւ ելի չի հանդիսանում անկամ ըստ ադրբեջանական սահմանադրության Ադրբեջանի մաս, որովհետև եւ նաեւ Արցախը չի հանդիսանում։ Կրկնում եմ բազմաթիվ անգամներ ասածս, եթե Ադրբեջանը իրեն ճանաչել է ըստ սահմանադրության եւ սահմանադրական օրենքի որպես առաջին հանրապետության իրավահաջորդը,
իսկ այդ առաջին հանրապետության տարածքում չեն եղել ներառված չեղ Ադրբեջանի կազմում ոչ Արցախը, ոչ Գարդմանքը, ոչ Նախիջևանը, այդ հիմքը չկա։ Դու չես կարող, իսկ իրենք անում են, որտեղ պատասխան չկա։ Ոնց որ ասած, ճաշացանկի նման նայել եւ ընտրել այն կետերը, ինչ ձեր քիմքին հաճելի է։ Այդ իրականացնում են։ Հիմա իրենք դա արեցին, որտեղ լավ են հասկանում, որ որևէ հակադարձություն չի լինի։ Հիմա եթե մենք ժամանակին, երբ որ ինքնավարություն ստեղծվեց, կարծեմ 23-ին ստեղծվեց, 23-ին էր, 24-ին էր, որ պետություններ հիմնական բողոքողը այդ ինքնավարության մեջ, Թուրքիայի հանրապետությունը, որտեղ Թուրքիան ասեց, դուք խախտել եք Մոսկվայի պայմանագիրը, խախտել եք Կարսի պայմանագիրը, դուք ոնց եք ձեզ միացնում։ Եվ նա եղել է, այո, հենց դրա համար էլ եղել է ինքնավարություն, որտեղ դա եղել է ոնց ասած հայկական ինքնավարություն։ Մենք այսօր ուրիշ բան, կարճ ասած, քանի դեռ Հայաստանի իշխանությունները իրենց խնդիրը տեսնում են իշխանության պահելը եւ բոլորին բավարարելով ստանալ աջակցությունը, այդ խնդիրը ենք հաջողությամբ անում են։ Իրենց համար լավ է։ Այդ տեսանկյունից որ նայում ես, իրենք հաջողակ են, իրանց պետքա իշխանություն պահելը պահում են։ Հիմա Հայաստանը կլինի 28000 թե 18000 կամ 16000 իրանց չի ուզում։ Միևնույն է, իրենք միշտ էլ կարող են վարկեր վերցնել, չէ՞, մենք տեսնում ենք, տարին 1 միլիարդ վերցնում են։ Միշտ էլ կարող են պարգևավճարներ ստանալ, միշտ էլ կարող են սեփական բիզնեսները դնել։ Հիմա Հայաստանում կապրի 1 միլիոն մարդ, Հայաստանը կունենա 10000 քառակուսի կիլոմետր, իրանց այդ ամբողջը չի ուզում։ Չէ, ուղղակի պարոն Պապյան, հետաքրքիրը մի րոպե վերջացնեմ, ասում եք շատ կարող է շատ վատ հետևանքներ, իհարկե կարող է։ Բայց ես 8 տարի մտել եմ այս քաղաքականությանը, 8 տարի առաջ էր այս ամբողջը պարզ։ Բայց ես 8 տարի հետո ընկալում եմ, որ չէ, գնալով վիճակը վատացել է։ Գնալով վիճակը վատացել է եւ ժողովրդի, ինչ ասեմ, մոտեցումն է վատացել։ Ժողովուրդը ոչ թե սթափվում է, ժողովուրդը ոչ թե ավելի պայքարող է։ Եկեք պետք է ընդունենք մի փաստ, որ 26 թվականին ժողովուրդը շատ ավելի բանա խեղճացած, շատ ավելի հարմարվող է, քան անգամ 21-ին, քան անգամ 18-ին։ Դրա համար էս է հարցը։ Եթե այն ժամանակ իշխանությունը կարողացել է հանգիստ կեղծել, պարտադրել սեփական քվեները, ի՞նչ է հիմա իրանց խանգարելու նույնը անելու, երբ որ ինքը չի տեսնում դիմացը ժողովրդի պայքարը, այսինքն եթե ժողովրդի հույսը բևեռն է, որը որպես ընտրություն ճիշտ է, բայց որպես աջակցություն չկա, բնականաբար ստանալու են ինչ որ ստանալու է մի խորհրդարան, որտեղ իշխանությունը պահպանելու է իր ոնց որ ասած իշխանությունը, որտեղ ընդդիմության մեջ փոփոխություններ, նոր պրոռուսական ուժեր գալու են որպես ընդդիմության հիմնական, այսպես ասած, դիտողային ընդդիմություն, 1-2 այսպես իշխանության մի հատ երևի այսպես արևմտամետ մեկին կանցկացնեն, ճակերտավ արևմտեղ, մի հատ էլ ազգայնական մեկին էսև կանցկացնեն, իրանց կողմից ստեղծված եւ վերահսկող, արևմուտքին էլ ցույց կտան, աշխարհին էլ ցույց կտան, որ մենք բազմակուսակցական ժողովրդավարություն ենք եւ այլն։ Ժողովուրդը ինքը իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Դա սահմանադրական դրույթ է։ Հետևաբար իշխանությունը, եթե պատկանում է ժողովրդը էլ պիտի լուծի այդ իշխանության հարցը։ Չի ուզում լուծի որևէ քաղաքական ուժ առանց համաժողովրդական աջակցության չի կարող որևէ բան անել։ Այո։ Պարոն Պապյան, այս հարցն էլ տամ, ուղղակի ժամանակն էր հետաքրքիր, թե ինչու Ադրբեջանը հիմա շտապեց այդ փոփոխությունը անել։ Չէ՞ որ ունենք Հայաստանում մի իշխանություն, որը հաստատապես անգամ Արցախ բառը չի արտաբերում, ուր մնաց Նախիջևանի հարց կամ Նախիջևանով ճանապարհի հարց բարձրացնել։ Հետևաբար հետաքրքիր էր, թե ինչու Ադրբեջանը գնաց այդ քայլին։ Կարող ենք ենթադրություններ անել, մասնավորապես կարող ենք մտածել, որ այն ընկերությունները կամ քաղաքական ուժերը, որոնք պիտի շարունակեն այդ ճանապարհը, այսինքն Նախիջևանով, որտեղ Զանգեզուրի միջանցքը դուրս է գալի Նախիջևան, չէ՞, հետո Նախիջևանով դեպի Թուրքիա, կարող է նրանց համար այդ իրավական խոչընդոտը, բանա, խնդիր է,
կարող ենք դլեն բանի առաջ այդ հարցը որ կետը փոխել որ հանկարծ որևէ մեկը օրինակ քանի որ տեսեք օրինակ Վրաստանը կարծի պայմանագրի անդամ է ասած ենթադրենք Վրաստանի վրա ռուսական իշխանության ազդեցությունը շատ է եւ նա կարողանում է կամ նույն Մոսկվան միջազգային դատարանում բողոքարկել այդ քայլը այսինքն ինչու է դուք կառուցում այդ ճանապարհը խախտելով մեկ կողմի իրավունքները որ ամրագրված է Կարսի եւ բանի պայմանագրերում Մոսկվայի պայմանագրում չգիտեմ կարան գեթադրությունը բայց դա էական չի հիմա իրենք այդ փոփոխություններն անել եւ շատ անելու են հարցը էսպես ինչի մեր այսպես ասած սահմանադրության փոփոխության հարցը դրեցին որտեվ այո դա պահանջներից մեկն է ինչու հայտարարություն եղավ որ հնարավոր է ստորագրվի խաղաղության պայմանագիրը եւ շատ հավանական եմ համարում որ խաղաղության պայմանագիրը ստորագրվի մինչեւ հունիս այսինքն մարտին դրվի այդ հարցը որի ի պատասխան ասենք տրվի այդ գործընթացի սկիզբը սահմանության փոփոխ որին ի պատասխան Ադրբեջանը ստորագրի որը աջակցի Նիկոլ Փաշինյանին ծախելու ժողովրդի խաղաղության գաղափարը կեղծ խաղաղության գաղափարը բայց փաստաթուղթը խաղաղության ուժի մեջ չի մտնի քանի չլինի վավերացված ես հիշեցնեմ ձեզ Սուրիան արձանագրությունները որոնք ստորագրված էին վավերացված չէին եւ չմտան ուժի մեջ եւ Իսրայելից հետո այդ վավերացումը տարիներ կտևի մինչեւ վավերացվի եւ կարծում եմ քանի դեռ չի կառուցվել իգդիր կարճ ճանապարհը խաղաղության պայմանագիրը չի վավերացվի կլինի ստորագրված չվավերացված միջազգային տերմինաբանության մեջ կոչվում է unperfected treaty ոչ կատարյալ փաստաթուղթ այսինքն փաստաթուղթ որը ունի քաղաքական նշանակություն բայց չունի իրավական պարտադրանք իդեպ դա ամրագրված է նաև TRIP-ի մասին այդ շրջանակի մեջ ինքը framework-ը կոչվում անգամ ոչ Treaty ոչ agreement բան չունի, ուղղակի շրջանակ է, չէ՞ ասում շրջանակային համաձայնագիր։